Եթե մտել ենք որդու դարաշրջանը, Հիսուս Քրիստոսը մեր փրկիչն է, Հիսուս Քրիստոսի անունը փրկչի անունն է, մենք պետք է կատարենք Հիսուս Քրիստոսի վկաների առաքելությունը։ Ինչու է այդպես։ Որովհետև հոր դարաշրջանն ավարտվել է։ Սա նշանակում է, որ հոր դարաշրջանն ուներ իր սահմանները։ Ապա որդու դարաշրջանում, երբ Հիսուս Քրիստոսը եկավ այս երկիր որպես փրկիչ, փրկչի անունը Հիսուս է։ Մկրտությունն ու աղոթքը պետք է կատարվեն Հիսուսի անունով, մենք պետք է կատարենք Հիսուսի վկաների դերը։ Ապա Սուրբ Հոգու դարաշրջանում ո՞ն վկաները պետք է դառնանք։ Չպետք է դառնանք նոր անվան վկաները։ Դա ոչ Եհովայի անունն է, ոչ էլ Հիսուսի անունը, այլ Սուրբ Հոգու անունն է։ Հիսուսի նոր անունը պետք է բացահայտվի որպես փրկչի անուն։ Ճշմարտությունն ընդունելուց հետո մեր եկեղեցի առաջին անգամ եկողներից շատերն ասում են. Ինչու չաղոթեցիք Հիսուսի անունով, այլ Քրիստոս անսանհոնգի անունով։ Ամեն ինչ նոր է տարօրինակ։ Անշուշտ անծանոթ կթվա։ Որդու դարաշրջանում միթե հրեաները չընդունեցին Հիսուսին ու նրան խաչեցին։ Նրանք ասացին. Եհովայից բացի ուրիշ փրկիչ չկա։ Այսպիսով, կարող էին նրանք հավատալ Հիսուս անունով փրկչին։ Հովհաննես գլուխ 10-ի համար 30-ում Հիսուսն ասում է. Ես հայրը մեկ եմ, ես Աստված եմ։ Դրա համար նրանք փորձեցին քարկոծել Հիսուսին։ Պատկերացրեք նրանց արարքը, երբ քարեր վերցրին նրան քարկոծելու համար, ի տարբերություն ձեզ այս տարում։ Ինչու նրանք դա արեցին այդ ժամանակ։ Ես անմիջապես կհավատայի, եթե այնտեղ լինեի, ասում են շատերը։ Սակայն բոլորն այժմ ապրում են 2000 տարի առաջվանին նույնական միջավայրում։ Թե Աստված մարմնով եկավ երկիր, սովորեցնում է մեզ հետ է, ինչպես են մարդիկ ընկալում Աստծուն։ Ինչպես Աստվածաշունչն է ասում, թե Եղիան ու Մեսիան եկան, նրանց հետ վարվում են իրենց կամեցածի պես, ասես անծանոթ լինեին։ Սակայն մենք էլ Պետրոսի պես չպետք է հավատանք ու ասենք. Ում մոտ գնանք։ Դու հավերժական կյանքի խոսքեր ունես։ Այժմ եկեք անդրադառնանք, ինչու չեք աղոթում Հիսուսի անունով հարցին։ Մինչ Հիսուսի այս երկիր գալը, կային հավատքի նախահայրեր, ինչպիսիք են Նոյը, Աբրահամը, Եղիան, Իսահակը, Հակոբը, կային նա շատ հավատացյալներ։ Ապա, ինչ անունով եք կարծում, որ նրանք աղոթում էին։ Հիսուսի գալուց առաջ էր։ Բոլորը աղոթում էին Եհովայի անունով։ Սակայն Հիսուսի այս երկիր գալուց հետո մարդիկ սկսեցին աղոթել Հիսուսի անունով։ Հետաբար, ինչ պիտի մտածեին Եհովայի անունով աղոթող հրեաները Հիսուսի սրբերի մասին, երբ պաշտամունքի ժամանակ աղոթում էին Հիսուսի անունով։ Նրանք նազովրեցիների աղանդից են։ Որքան տարօրինակ ու անսովոր պիտի թվար նրանց Հիսուսի անունով աղոթելը, երբ Եհովայից բացի այլ Աստված չկա։ Սակայն, միթե այս ամենը բացատրված չէր Աստվածաշնչում մարգարեների ուսմունքներում։ Նա, միթե Աստված ինքը չեկավ այս երկիր, այն սովորեցնելու։ Ապա, եկեք Սաղմոսներ գլուխ 116-ով դիտարկենք նախկին իրավիճակը։ Նայենք 4-րդ համարը։ Բայց ես կանչեցի, նա ումի անունը կանչեց, Տիրոջ անունը։ Ում անունով պետք է աղոթենք հոր դարաշրջանում։ Այդ ընթացքում Եհովայի անունով աղոթելը դարձավ միակ ուղին, որով մեր բոլոր աղոթքները կարող էին հասնել Աստծուն։ Սակայն նոր կտակարանի ժամանակներում ում անունով Հիսուսն ասաց մեզ աղոթել։ Նայենք Հովհաննեսի ավետարանը, գլուխ 14, համար 13։ Եվ ինչ որ իմ անունով խնդրեք, նա ինչ է անելու, կանեմ։ Եկեք անցնենք 16-րդ գլխին։ Նայենք 20-րդ համարը։ Եվ այդ օրն ինձ ոչինչ չեք հարցնելու։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ։
Ինչ որ իմ անունով հորից խնդրեք, կտա ձեզ։ Մինչ հիմա իմ անունով ոչինչ չեք խնդրել։ Խնդրեք պիտի ստանաք, որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ լինի։ Հիսուսն ասաց, մինչ հիմա իմ անունով ոչինչ չեք խնդրել։ Ապա ումի անունով էին նրանք աղոթում։ Նրանք Աստծուց հոգոր շնորհօրհնություններ էին խնդրել Եհովայի անունով, բայց ինչ ասաց նա, որ նրանք պետք է անեն այսուհետ։ Նա ասաց նրանց, որ ամեն ինչ խնդրեն Հիսուսի անունով։ Սա հենց այն հենակետն է, որով կարելի է տարբերել հոր դարաշրջանը որդու դարաշրջանից։ Հոր դարաշրջանում Եհովայի անունով աղոթելիս բոլորը պատասխան էին ստանում, իսկ որդու դարաշրջանում Հիսուսի անունով։ Ապա Սուրբ Հոգու այս վերջին դարաշրջանում, որում ապրում ենք, ում անունով աղոթենք, որ պատասխան ստանանք։ Դա նոր անունն է։ Դա պարզապես որե նոր անուն չէ, այլ Հիսուսի նոր անունը։ Միթե երկրորդ գալուստի Քրիստոսի անունը Սուրբ Հոգու անունը չէ Սուրբ Հոգու վերջին դարաշրջանում։ Այդ անունով աղոթելիս կարող ենք ստանալ մեր աղոթքների պատասխանները։ Մենք չենք ապրում ոչ հոր, ոչ էլ որդու դարաշրջանում, այլ Սուրբ Հոգու դարաշրջանում։ Ապա, միթե Սուրբ Հոգու դարաշրջանում Աստծո պատրաստած հավատքն ընդունողները չեն կարող փրկվել մտնել հավիտենական երկնքի արքայություն։ Մենք պետք է Քրիստոս անսանհոնգին ճանաչեցնենք շատերին, քանի որ նա եկավ այս երկիր, այս դարաշրջանը փրկելու համար։ Այսքանով ես կցանկանայի ավարտել քարոզը։ Շնորհակալություն։